Չեք կարծում, որ պետք է այո աշխարհին անհրաժեշտ ինֆորմացիան հասցնել, տեղեկացնել, տեղյակ պահել, թե ինչ է կատարում Հայաստանում, որքան էլ որ աշխարհը երևի խուլ ու համր է, հա, իրեն չի հետաքրքրում, այստեղ ինչ է կարևորն իրենց շահերն են, Ադրբեջանի հետ հարաբերություններում, նաև Փաշինյանը շատ-շատերին գուցե ձեռ է տալիս իրենց աշխարհքաղաքական շահերը այստեղ իրացնելու, սպասարկելու համար, բայց մենք հայերս պետք է բարձրաձայնենք։ Այս տեսանկյունից կուզեմ անդրադառնալ Նարեկ Կարապետյանի հայտնի հարցազրույցին, Թակեր Կարլսոնին տրված, Նարեկ Կարապետյանի այդ հարցազրույցը ինչ դեր կունենա ըստ ձեզ անհրաժեշտ իրազեկման համար։ Առաջի հերթին տեղեկատվական վակուումից դուրս գալու էֆեկտ ունեցավ։ Ես չեմ հիշում 20 թվականից այս կողմ այնպիսի հարցազրույցներ միջազգային մակարդակի եղել են ռուսական լրագրողներին տված հարցազրույցներ, չուրանանք այդ փաստը, բայց եղել են դա, բայց այս տեսակ մասշտաբային հարցազրույցներ չի եղել։ Նարեկ Կարապետյանը կարողացել է մեր երկրի, մեր ժողովրդի պատիվը բարձր պահել առաջի հերթին ներկայացնելով մեր պատմության համապարփակ իրավիճակը, ինչը որ եղել է դարեր շարունակ եւ մեր խնդիրների բարձրաձայնումը միջազգային կարևորագույն լսարանի առաջ դա մեծ պատիվ էր եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ շատ լավ զգացի, որ կար մարդ եւ կա մարդ, ով մեր ազգի պատկերը ներկայացնում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին գցնելու կամ ինչ-որ մեկի համար ծառայություններ մատուցելու, այլ ինքը լինելով հայ, հպարտանալով այդ փաստի մասով, խոսում է հայերի խնդիրների մասին եւ հայի տեսակի մասին։ Սա մեկ դրվագ։ Երկրորդը իրականում կարևոր էր խոսել այն բռնաճնշումների մասին, կրոնական բռնաճնշումների մասին, որը որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ասած մեծ թափով առաջ է գնում այդ հարթակով։ Կարևոր է նաև խոսել պարոն Սամվել Կարապետյանի կալանքի մասին եւ թե նա որտեղ է գտնվում, որովհետեւ շատ հաճախ արևմուտքում ընկալումները ձևակերպումն ասեմ, KGB-ի պատվալ ասոցացում է բավական լուրջ խնդրի մասին, որ բռնաճնշումները մակարդակին, որ KGB-ի պատվալ են տարել ու հենց այդ ձևակերպման մատնանշումը ինքը շատ լուրջ քաղաքական ազդակ եղավ ամերիկյան պահպանողականների համար եւ նաեւ կար ադրբեջանական տեղեկատվական դաշտից ուսումնասիրում այդ ժամանակ կար ընկալումներ Ադրբեջանում, որ ուրեմն Դոնալդ Թրամփի որդին, որ պետքա գար այստեղ Հայաստան, հնարավոր է նաև իրանք տեսնում են այդ հավանականությունը, որ դա է եղել պատճառը, այսինքն Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների եւ հատկապես ազգային բարերի կալանավորումն է եղել պատճառը, որովհետեւ Դոնալդ Թրամփն էլ է բիզնեսմեն, ինքն էլ է հասկանում տնտեսությունից շատ խորը եւ ունի ընդհանուր սոլիդարություն տնտեսության եւ տնտեսագիտության հետ։ Կարծում նաեւ դա էլ ունեցավ իր ազդեցություն եւ ադրբեջանական կողմերը դա բավական ակտիվ քննարկում, չնայած կային տարբեր կարծիքներ, բայց դա հատկապես շատ է շեշտվում։ Եվ իհարկե միշտ պետք է մեր ներքին խնդիրները, որ Նիկոլը ներկայացնում է, ես դեմոկրատ եմ, մնացածը ռևանշիստ են, բայց հակառակ էֆեկտն է, չէ, իրականում ստացվում ինքը հայատյացա, մնացածը հայապահպանությամբ են զբաղված ու դրա համար կրում են ահռելի զրկանքներ, դա ներկայացնում է միջազգային հանրությանը, որպեսզի այդ աջակցությունը, որ դրսից կա, դա կլինի թե ֆինանսի տեսքով, թե քաղաքական հայտարարությունների տեսքով մինիմալիզացվեն, որ Նիկոլը հենարան չունենա, արտաքին հենարան չուներա եւ այդ դա չօգտագործի մեր ժողովրդին հերթական անգամ խաբելու համար։